Պարոն Սուքիասյան, այսօր եռատոնն է, մայիսյան, նախ այսքան տարի անց, 33 տարի անց, ինչ իրավիճակ ունենք ու նաև Նիկոլ Փաշինյանն էր այսօր օրվա կապակցությամբ ուղերձել, ինքը շարունակում են պնդել, որ մենք միևնույն է ամեն գնով հասնելու ենք խաղաղության, մեզ պատերազմ պետք չէ, ընդ որում այդ նույն ուղերձում որևէ խոսք Շուշիի մասին չկար, Արցախի կամ Շուշիի։ Դե անգամից Արցախ բառը ինքն իր հանդեպ տաբու է կիրառել, օգտագործել եւ խաղաղությունը վերահացվել բաժակաճառի իրականության մեջ Ալիևի առջև ստորացած, նվաստացած, նրա բոլոր պահանջները կատարել պատրաստ մի մարդու մասին է խոսքը, որի ասածները վաղուց այլևս արդիական չեն։ Ինչ վերաբերում է եռատոնի խորհրդին, այո, հաղթանակի տեսիլքը պիտի վառ մնա մեր մեջ եւ այն հազարավոր լուսավոր տղաները, որոնք իրենց կյանքը նվիրաբերել են հայրենիքին, պետք է միշտ արժևորվեն, կարևորվեն եւ հաղթանակների փարոսը միշտ պետք է վառ պահել։ Հետեւաբար երջուկս գործող իշխանությունների մենք բոլորս եւ հանրության գերակշիռ մասը կարծում եմ, որ շարունակելու է այս ամենին վերաբերվել շատ նուրբ, շատ զգայուն, կերպով, այս իշխանությունները անցողիկ են, ժամանակավոր են, այս իշխանությունները ժամանակին լրիվ ուրիշ բաներ են ասել, հիմա ուրիշ բաներ են անում, այս իշխանությունները ծնկի են բերել մեր երկիրը թշնամու առաջ եւ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է նաեւ ամեն անգամ եռաբլուր գալիս ինքնին հաշիվ տա, թե ինչ իրականության մեջ ենք մենք ապրում եւ յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ մեր նահատակների կյանքը եւ սխրանքը արժևորելու համար մենք պետք է օր առաջ ուղղակի ձերբազատվենք այս ստորակարճ եւ պարտության խորհրդանիշ իշխանություններից եւ Հայաստանը կունենա վերածնվելու շանս, Հայաստանը կդառնա ավելի կենսունակ, Հայաստանը կունենա ապագա եւ բոլոր այսպես ասենք ապագայի բոլոր պլանները կապված Հայաստանի Հանրապետության հետ կարող են կենսունակ լինել միայն ողնաշար ունեցող իշխանությունների պարագայում։